Եկեք ցույց տամ, թե ոնց է անցնում իմ սովորական օրը ամերիկյան դպրոցում։ Ես մարտով սիրում եմ ամեն օր երկար քնես, ստիպված դասերի օրերին շուտ եմ արթնանում, որպեսզի ամեն ինչ հասցնեմ։ Սկզբից լվանում եմ ատամներս, իսկ աութֆիտը նախապես եմ ընտրել, դրա համար արագ հագնվում եմ, սարքում եմ մազերս ու անում եմ մեյքափս։ Մեյքափս այսօր ոչ թե արել եմ 10 րոպեում, այլ 5 րոպեում, չգիտեմ ինչ է այսօր շատ արագ ստացվել։ Իհարկե թափթփված անկողնու նով ուշադրություն դարձնում, մի հատ աութֆիտ չեք ենք անում, օծանելիքով լողանում ու տանից դուրս գալիս։ Առավոտյան ժամերի միշտ թրաֆիկ է, դրա համար ստիպված շուտ եմ արթնանում, որպեսզի ժամանակին դպրոց հասնեմ։ Ովքեր նոր են միացել իմ էջին, ուզում եմ ասել, որ մենք Ամերիկայում անցնում ենք ընդամենը 4 առարկա, իսկ ամեն մի առարկան 2 ժամ է մոտավորապես։ Առաջինը իմը health class-ը, այստեղ մի փոքր ուզում եմ դասարանը ցույց տամ, որպեսզի չնկատեմ, բայց դե իհարկե բոլորը տեսնում են ու կադր են ընկնում։ Ամեն դասի վերջում մեյքափս թարմացնում եմ, որպեսզի դասերի վերջում այս հոգնած դեմքը չունենամ։ Իմ 2 ժամը անգլերեն էր, մի քանի սլայդ կարանելու, դրա համար շատ կադրեր չունեմ, իսկ դրանից հետո արդեն լանչի ժամն է։ Ես ուտելիք սովորաբար իմ հետ տանից եմ վերցնում, բայց այսօր որոշեցի դպրոցի ուտելիքն էլ ցույց տալ, որովհետև շատ է հետաքրքրում։ Ամեն օր տալիս են տարբեր բաներ, պիցցա, բուրգեր եւ այլն, իսկ այսօր սալատ վերցրեցի։ Նաեւ նշենք, որ դպրոցը ունի նաեւ խանութ, վաճառում են չիփս, պաղպաղակ եւ այլն։ 3 ժամը իմ մոտը մաթեմ էր, բայց քանի որ թեստ ունեն գրելու, էլի կադրեր չունեմ, ու հետո 4 ժամը գրաֆիկ դիզայն։ Այստեղ դասարան եմ ցույց տալիս մի քիչ ու նաեւ իմ ընկերուս արած գործը նկարներով կոլաժ էինք հավաքել։ Մի քիչ երգ լսելուց հետո հավաքվում ու գնում ենք տուն։ Իդեպ 3-շաբթի օրերը մենք վերջացնում ենք մի քիչ շուտ 2:30։ Այսքանն էր իմ վլոգից, դուք կոմենտներում չմոռանաք նշել հավանեցիք նման ֆորմատը, թե ոչ, ու անպայման ակտիվ եղեք։